Հայաստանում իշխանությանը, Հայաստանը տիրում է իշխանական համակարգ, այդ իշխանական համակարգը 35 տարի շարունակ տիրում է, ինքը ապազգային է, ինքը հակապետական է, ինքը կորպորատիվ է եւ հակահայ է։ Եվ ամբողջ 35 տարվա ընթացքում իշխանական վարչակարգերը փոփոխվում են, բայց դուրս չեն գալիս այդ իշխանական համակարգի շրջանակից։ Եվ անդիմություն կոչվածը կամ դիմություն կոչվածը նույն իշխանական համակարգի շրջանակում է, այսինքն փաստացի։ Եթե մենք ուզում ենք Հայաստանում արմատական փոփոխություն, ապա մենք պետք է ազատվենք Հայաստանը տիրող իշխանական համակարգից, ընդհանրական իր ներքին իշխանությունից եւ անդիմությունից։ Սա է լուծումը։ Ազատվելուց հետո կան ենթանք մեր քաղաքական ուժն իր ծրագիրը, իր քայլերը, թե ինչա պետք անել։ Ամենայն դեպս ազատվելուց հետո պետքա կորսված հնարավորությունները, մսխված հնարավորությունները, որը բերել է հայկական պետականության, անկախ պետականության, հայկական պետական ինքնիշխանության, հայկական ինքնության լուրջ կորուստների, դա պետքա վերականգնենք, Հայաստանը փորձենք նորից դարձնել գործոն տարածաշրջանում, հայկականությունը դառնա Հայաստան պետականության բովանդակությունը եւ պահպանելով մեր ինքնությունը եւ զարգացնելով մեր ինքնությունը կարողանանք ներդաշնակ տեղավորվել քաղաքակրթական տիրույթում, վերականգնելով հայկական քաղաքակրթություն դերն ու նշանակությունը։ Սա ընդհանուր ասեցի։ Իսկ կոնկրետ արդեն ծրագրային քայլերով դա պետքա կենսունակությունը հայկական պետության վերականգնել կամ ավելացնել, այսինքն վերականգնել այդ ովը պետքա լինի ազգայնական ընդհանրությունը, միաբանությունը, որը Հայաստանում այս պահին շատ թույլ է։ Եվ թույլ է շատ հայտնի պատճառները, որովհետև էլի դա բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, որովհետև ամբողջ դաշտը գրաված է իմ ասած իշխանական համակարգի կողմից, ամբողջ դաշտը բոլոր իմաստներով եւ ռեսուրսային իմաստով։ Ռեսուրսը դա միայն, երբ որ ռեսուրս ասում են, հաճախ հասկանում են միայն նյութական ռեսուրսը, դա մենակ նյութական ռեսուրսը չի, դա մեդիա ռեսուրսն է, դա մարդկային ռեսուրսն է, դա գաղափարաբանական ռեսուրսն է, ինստիտուցիոնալ ռեսուրսն է եւ իշխանության լծակները ի վերջո։ Եվ այդ իմաստով, քանի որ դաշտը ամբողջ գրավված է, իրական, արմատական, ազգայնական, ես կասեմ, ուժերի համար շատ դժվար է, որովհետև իրանք գտնվում են մարգինալ վիճակում։ Իրանք իրենց հնարավորությունները այսօր լուսանցքային են։ Իրենք ամուր են, իրանք կան ձևավորված ուժեր, կան ձևավորված առանձին անհատներ, կան խմբակներ, բայց ընդհանուր առմամբ միաբանված չեն, միաբանված չեն եւ այդ ռեսուրսային ցածր փոքր հնարավորությունները իրենց համար այս պահին խիստ ծանր դժվարություններ են ստեղծում, բայց եթե մենք նկարագրենք իրական վիճակը Հայաստանի, որպեսզի ընկալելի լինի, ուրեմն այսօրվա իմ ասած իշխանական համակարգը ընդհանուր առմամբ հենված է 4 սյան վրա, որից մեկը այսօր այդքան ակտիվ չի, դա Լևոն Տեր-Պետրոսյանական սյունն է, այսպես ասած, որը այսօր այդքան ակտիվ չի, բայց կան մնացած 3 սյունները, որոնք այնինչ ձեր հարցի շրջանակում, որոնք այսօր վերադիրքավորվում են եւ նախապատրաստվում են նոր իշխանության համար պայքարին, ներհամակարգային տիրույթում։ Հիմա ասեմ, դա առաջին մի սյունը դա Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի սյունն է եւ դաշնակցությունը եւ նրանց հարակից ուժերը։ Մյուս սյունը դա Սերժ Սարգսյան սյունն է եւ հանրապետականը եւ նրանց հարակից ուժերը, երրորդ սյունը դա Նիկոլ Փաշինյանն է եւ ԿՊ-ն եւ նրանց հարակից ուժերը։ Հիմա այս 3 սյունների մեջ, որոնց վրա հենված է իշխանական համակարգը, ներհամակարգային, կրկնում եմ, ներհամակարգային պայքարագնում եւ հերթական անգամ ինչ լուծում էլ լինի, եթե այսպես շարունակվի եւ արտահամակարգային ուժերը, ինչի մասին մենք խոսեցինք, չկարողանան միաբանվել եւ իրական, արմատական, արտահամակարգային այլընտրանք լինեն գործող իշխանական համակարգին, հերթական անգամ այդ ներքին պայքարով հանդերձ իշխանության փոխանցումա լինելու։ Հարցին անկեղծություն ունենալ եւ խիզախություն ունենալ, առերեսվել այն խնդրի հետ, որը մենք իրականում ունենք։ Իսկ խնդիրը հետեւյալն է. հայ կոչվող ժողովուրդը դարեր շարունակ չի պայքարել անկախ պետականության համար։
Վերջին 100 տարվա կտրվածքով մենք երկու անգամ անկախ պետություն ենք ունեցել, երկու անգամ էլ այդ անկախ պետությունը մենք ստացել ենք իրավիճակի բերումով։ Հայկական պայքարը ընդհանուր առմամբ եղած իմպերիաների շրջանակում կյանքը ավելի բարեկարգ դարձնելու համար։ Եվ 1918 թվականին, երբ որ տեղի ունեցավ կայսերական Ռուսաստանի կործանումը եւ Օսմանյան կայսրության փաստացի հետո կործանումը, մենք ստացանք անկախություն։ Անգամ այն ժամանակվա այդ անկախության փաստաթղթի մեջ, որը եթե չեմ սխալվում հայտարարություն էր կոչվում, անգամ այդ փաստաթղթում անկախության մասին ուղիղ ձևակերպում չկա։ Այն ժամանակվա հայկական վերնախավը, որը դարձավ հետո Հայաստանի կառավարություն, գտնվում էին Թիֆլիսում եւ չէին ուզում գալ Երևան Հայաստանը կառավարելու համար։ Այսինքն նորից եւ ամբողջ այդ ընթացքում անընդհատ այն ենթատեքստը կար, որ ի վերջո որևէ կայսրության, դա կրկին հետո սովետական է եղավ, Օսմանյան կայսրության հետ կամ թուրքական հետո պետության հետ փորձում էին ընդհանրություններ գտնել, որպեսզի լինի վերահսկում, լինի պատրոնաժ։ Գանք 88-ից 90 թվականներին մեր անկախության հռչակագրի մեջ վախեցել են արտահայտեն անկախության վերականգնման մասին թեզը։ Այսինքն նորից որևէ կերպ չփորձելով Ղարաբաղյան պայքարի արժեքը թերագնահատել, այնուամենայնիվ դա անկախության համար պայքար չէր։ Եվ նորից անկախությունը ընկավ մեր ձեռքը, ոչ թե մեր պայքարի արդյունքում, այլ սովետական միության քայքայման արդյունքում։ Փաստացի այն ժամանակվա Հայաստանը կառավարողներն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ղարաբաղ կոմիտեի մնացած անդամների ղեկավարությամբ նրանք անկախության համար պայքարողներ չէին։ Այսինքն մենք ունենք հայ կոչվող ժողովրդի մոտ, որը դարերի խնդիր է, ունենք հետեւյալ կարծրատիպը, մտածողությունը, որ անկախ պետականություն, անկախ Հայաստան կենսունակ այս տարածաշրջանում հնարավոր չի։ Մենք պետքա լինենք ինչ-որ մեկի վերահսկողության, եթե ոչ կազմի մեջ, եւ այնտեղ մենք բան կանենք, կարողանանք ինքնաարտահայտվել։ Հայերը շատ հարուստ ժառանգություն են թողել, ինչպես ռազմական տիրույթում, տնտեսական տիրույթում, մշակույթի տիրույթում, գիտության տիրույթում, վերջի 300-400 տարվա մասին է խոսքը։ Որ կայսրության մեջ ասես, հայերը օրինակ, հայկական, մենք ես վերջերս դրա մասին նորից խոսել ենք, հայկական զինվորականությունը շատ մեծ հետ կա թողել նույն ռուսական կայսրության ներքո։ Ենթադրենք նույն առաջին համաշխարհային պատերազմում հարյուրավոր հազարներ հայեր պետության կողմից զինվորագրել են պատերազմին մասնակցելու։ Դրանք իմիջիայլոց չեն մասնակցել թուրքական օսմանյան ճակատում, մասնակցել են Գալիցիաներում, տարբեր տեղերում եւ հերոսագործություններ են արել։ Ենթադրենք երկրորդ համաշխարհային պատերազմի կամ հայրենական պատերազմի, ոնց որ բոլշևիկներն էին ասում, ընթացքում 300,000 հայ զոհ ենք տվել։ Հիմա տեսեք ինչ թվերը, որ խոսում ենք, մոտեցումները, որ խոսում ենք, այսինքն այսօր ուկրաինական պատերազմի ընթացքում ռուս-ուկրաինական հայերի զոհերի քանակը հայ ծագումով հայ երկու կողմից զոհերի քանակը համեմատել է այն զոհերի քանակին, կարող է նույնիսկ ավելի շատ է, որը մենք ունեցել ենք Ղարաբաղյան պատերազմների ընթացքում։ Դրա մասին ոչ ոք չի խոսում, այսինքն երբ որ դու կռիվ ես տալիս օտար կայսրության շրջանակում օտար կայսրության շահերի համար եւ հարյուրավոր 300,000 զոհ ես տալիս, օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որը անհամաչափ զոհ, ամենամեծ համամասամբ ամենամեծ զոհերի քանակն է։ Դա ընկալվում է ճակերտներում, բայց երբ որ դու քու հայրենիքի ազատ անկախ Հայաստանի համար պետքա պայքարես եւ այդ պայքարը պետքա զոհություն պահանջի, ոչ պարտադիր զոհեր, զոհողություն պահանջի, այդտեղ մենք կանգնում ենք ինչ-որ դիլեմայի առաջ, այսինքն մնանք Հայաստանում այդ կռիվը տանք անկախ պետականության համար, մեր պետության սահմանների համար,
ցեղասպանված եւ հայրենազրկված Հայաստանի հայության հատուցման համար, որի ի վերջո իրական պայքարը Արցախում, դա այդ պայքարն էր, ոչ թե ինքնորոշման։